Ներսը մարդ կա։ Չգիտեմ, չեմ տեսել։ Հա, բարդ ես, այստեղ սպասեք, հեսա բանան եմ։ Բարև կանց, ո՞նց ես։ Բոլորս էլ հասկանում ենք ինչ ասել լավ բժիշկ, ինչ հոգատար բժիշկ, շատ լավ ինֆորմացված բժիշկ, լավ գիտելիքներ ունեցող, բայց թե ինչ է նշանակում բժիշկ առաջնորդ, այդ մի հատ ուրիշ պատմությունն է։ Երբ որ դու բժիշկ առաջնորդ ես, դու սովորական բժիշկ չես։ Եթե լինես սովորական բժիշկ, մենակ աշխատում ես քո բնակչության հետ։ Բժիշկ առաջնորդը աշխատում է ամբողջ համայնքի հետ։ Աշխատում է թե համայնքապետի հետ, թե սոցիալնախարարության ինչ-որ աշխատողների հետ, թե կազմակերպությունների հետ հասարակական։ Ու կարևոր է, որ ինչ-որ մի ներդրում ունենա ինքը հենց այդ համայնքի առողջության փոփոխության մեջ։ Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդ պետք է ունենա հասանելիություն, բարձրորակ եւ մատչելի առողջապահության։ Այս նպատակի համար է աշխատում Առողջ Հայաստան հիմնադրամը, հավաքագրել, վերապատրաստել Հայաստանում գործող ընտանեկան այն բժիշկներին, ովքեր պատրաստ են ծառայել մարզերում փոփոխություններ բերելու առաջնային օղակի բուժօգնության հարցում։ Անուշ Սարգսյանը հենց այդ առաջնորդներից մեկն է, աշխատում է Ամասիա խոշորացված համայնքում։ Երբ որ ես ընդունվեցի այստեղ աշխատանքի, տեղատները, այսինքն տեղորայքը, բուժառուները, ովքեր պետք է անվճար ստանում էին Գյումրիից։ Մենք տեղափոխեցինք Ամասիա, Ամասիայից են ստանում։ Բայց երբ որ եկավ Առողջ Հայաստան հիմնադրամը, ես կարողացա ոնց որ ավելի մեծ գլոբալ հարցերով զբաղվեմ։ Ես զբաղվել եմ Արգանդի վզիկի քասկերի կանխարգելման սկրինինգային ծրագրով ու մենք մեկ տարվա ընթացքում մոտավորապես 10 անգամ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել ենք։ Առողջ Հայաստանի առաջին սերունդը Հայաստանի 5 մարզի 7 համայնքում արդեն իսկ իրականացրել է որակի բարելավման նախագծեր։ Մեկնարկել է երկրորդ սերնդի հավաքագրումը։ Մենթորների թվում են բժիշկներ, բժշկական ոլորտի խորհրդատուներ, առողջապահության կառավարման մասնագետներ Հայաստանից եւ արտերկրից։ Մենք տեսնում ենք ավելի շատ այցելություն բուժառուների կողմից, որ գալիս են իրենց բժիշկներին տեսնում են, նաև ունեն հնարավորություններ արդեն ավելի շատ կանխարգելիչ ինչ-որ այցեր անելու եւ այլնի, ոնց որ մենք տեսնում ենք ակնհայտ մեծ փոփոխություն, բայց ամենամեծ փոփոխությունը իրականում հենց մեր բժիշկների մեջ է, որովհետեւ մենք տեսնում ենք, որ իրենք են իրենց մեջ ավելի շատ ինքնավստահ, իրենք կարողանում են ինչ-որ բաներ ներկայացնել շատ ավելի լավ հաղորդակցման հմտություններ օգտագործելով կարողանում են ինչ-որ բաներ կազմակերպել։ And I first started talking with the participants last year. Երբ անցած տարի առաջին անգամ սկսեցի խոսել մասնակիցների հետ, նրանք կարծում էին, որ չեն կարող փոփոխություններ անել իրենց կլինիկաներում, քանի որ դա իրենց ենթակայության տակ չէ։ Եվ մենք խոսեցինք, թե ինչպես կարելի է ազդել, առաջարկել փոփոխություններ, փորձարկել դա։ Եվ այն նախագծերը, որոնք նրանք իրականացրել էին իրենց առաջին տարում, որոշների ղեկավարները այժմ ասում են մնացած անձնակազմին անել նույնը, քանի որ դա աշխատեց։ Անուշն ամեն օր Գյումրիից է գալիս Ամասիա։ Հայաստանի գյուղական համայնքներում նմանատիպ փոփոխություններ անելը մեծ համբերություն ու կամք են պահանջում, ինչն Անուշն իր մենթորներից է սովորում։ Ոնց որ բոլորը ես էլ ունեմ տրանսպորտի խնդիր։ Աշխատանքը 4:42 ենք վերջացնում, բայց քանի որ տրանսպորտ չկա 4-ից հետո ժամը 6-ի միկրոավտոբուսով ենք հետ վերադառնում։ Ես մի քանի աշխատանքի տեղավորվելու այլ առաջարկներ եմ ստացել, երբ որ ես արդեն Ամասիայում էի աշխատում, բայց ես չգնացի, որտեղ մտածում էի, որ Առողջ Հայաստանը ինքը ինձ ավելի շատ բան կարող է տա, քան թե եթե ես տեղափոխվեմ ինչ-որ այլ պոլիկլինիկա։ Համայնքներում շատ բան կարաս փոխես։ Ուղղակի պետքա գտնես քո նման երիտասարդ կադրեր, որ կարողանան համախմբվեն ու ավելին անեն, քան թե դու կարաս անես փոքր համայնքում։